Այս կոսմետիկ միջոցները գնել եմ Երևանի խանութներից։ Սա աչքերի քսուկ է։ Սա խոնավեցնող էմուլսիա է։ Սա դեմքը մաքրող փրփուր է։ Իսկ սա բացում է դեմքի մաշկը և պաշտպանում է արևից։ Եթե ես սրանք օգտագործեմ, դեմքս կկարմրի, կգրգռվի և գուցե առաջանան լուրջ բորբոքումներ։ Բոլոր այս ապրանքները գնելու պահին ժամկետ անց են եղել։ Այս ամենը պարզել ենք այցելելով և գնումներ կատարելով Երևանի օրիգինալ բուտիկ, Մարի և Էվա կոսմետիկս խանութներում։ Օրիգինալ բուտիկ կոսմետիկայի խանութում գնել ենք Farmstay ապրանքանիշի խոնավեցնող էմուլսիա, որը վաճառվում էր կեղծված ժամկետով։ Ապրանքի ներքևի հատվածում, վառ լույսի տակ, երևում էր պիտանիության հին ժամկետը։ Այն ավարտվել էր դեռ 2024 թվականին, իսկ կողքին սև գույնով մակնշված էր նոր ժամկետ՝ 2026 թվականի նոյեմբերի 21։ Հաջորդ խախտումները հայտնաբերել ենք մետրոյի Շենգավիթ կայարանի հարևանությամբ գտնվող Մարի հանրախանութում։ Այստեղ վաճառվում էին կոսմետիկ ապրանքներ, որոնց ժամկետն ավարտվել էր մոտ կես տարի առաջ։ Ձերը փոխանցեն փոխոստանը։ Հանա փոխսիկը։ Մերսի շատ։ Ստեսնլավ։ Բոլորը Farmstay ապրանքանիշի խոնավեցնող քսուկներ են, շիճուկներ, դեմքը մաքրող փրփուրներ և քսուկներ նախատեսված միաժամանակ դեմքի մաշկը բացելու, կնճիռները վերացնելու և արևից պաշտպանելու համար։ Գրեթե 2 ամիս անց նորից այս խանութում էինք։ Նույն ապրանքների մի մասը վաճառվում էր, մյուս մասը ենթադրաբար վաճառվել էր։ Սրանք հաստատ դժվար ժամկետ։ Բա այստեղ ես 2025 թվականի ապրանք տեսա, քիչ եք տվել է դեպքում։ Չէ, արտադրման չեն, սա ունեն ձևը, մեկը 25 է գրած, մեկը 27 է գրած։ Արտադրման օրերն են։ Այս արտադրման ժամկետը չի ինքը։ էքսպորտը արտադրմանն է։ Էքսպորտը արտադրմանն է։ Export չէ, expire-ը։ Փաթեթավորման վրա այլ ամսաթիվ նշված չէր, իսկ նշվածը հենց պիտանիության ժամկետն էր։ Հաջորդ խախտումն արձանագրել ենք մետրոնում առևտրի կենտրոնում գտնվող Էվա կոսմետիկս խանութում։ Այստեղ կորեական կոսմետիկայի մի շարք ապրանքների վրա բացակայում էր արտադրողի գործարանային կոդը։ Փոխարենը միայն հայերեն պիտակի վրա նկարագրության հետ միասին նշված էր պիտանիության ժամկետը։ Գրեթե բոլոր կոսմետիկ ապրանքներում կա ջուր, փափկեցնող միջոցներ, խտացուցիչներ, էմուլգատորներ, մակերևութային ակտիվ նյութեր, կոնսերվանտներ, գունանյութեր, բուրավետիչներ։ Թթվային միջավայրի կամ ինչպես ընդունված է անվանել pH-ի ցուցանիշն է երաշխավորում ապրանքի արդյունավետությունը և անվտանգ լինելը իր պիտանիության ողջ ժամկետի ընթացքում։ pH-ը շատ առանցքային ցուցանիշ է կոսմետիկ միջոցների համար, քանի որ դրանից են կախված թե ակտիվների, օրինակ վիտամին C-ի ակտիվությունը, ռետինոիդների ակտիվությունը, նիացինամիդի ակտիվությունը եւ թե նաեւ կոնսերվանտների էֆեկտիվությունը։ Կոսմետիկ ապրանքների ամենակարևոր բաղադրիչներից մեկը կոնսերվանտներն են։ Դրանք կանխում են մաշկի համար վտանգավոր մանրէների աճը կոսմետիկ զանգվածների մեջ։ Կախված նրանից, թե ինչքանով է pH-ը խախտվել, կոնսերվանտները կարող են պակաս արդյունավետ աշխատել կամ ընդհանրապես չաշխատել։ Երբ որ կոնսերվանտները չեն աշխատում, տեղի ունենում մանրէաբանական աճ։ Բակտերիաներ, սնկեր կարող են առաջանալ բիոթաղանթներ եւ ամենասարսափելին այն է, որ սա անզեն աչքով տեսանելի չէ։ Համենայն դեպս սկզբնական ժամանակահատվածում դա ոչ մի կերպ մենք չենք կարող հասկանալ, որ այնտեղ ինչ-որ process է տեղի ունեցել։ Կոսմետիկ ապրանք օգտագործելիս մեր մաշկը անմիջական շփում է ունենում դրա բոլոր բաղադրիչների հետ։ Ուստի կարևոր է, որ այն անվտանգ լինի մեր առողջության համար։ Իսկ ինչ է տեղի ունենում կոսմետիկ ապրանքի հետ խանութ հասնելուց հետո եւ ինչպես է փոխվում դրա թթվային միջավայրը։ Երբ լրանում է ապրանքի պիտանիության ժամկետը, արտադրանքի քիմիական բաղադրությունը փոխվում է։ Խախտվում է կոսմետիկ զանգվածի կայունությունը։ Արտադրանքը կարող է դառնալ շատ ջրիկ կամ ընդհանուր տեքստուրան կարող է դառնալ ոչ համասեռ, օրինակ կարող են գնդիկներ առաջանալ արտադրանքի մեջ։ Սխալ պայմաններում պահպանված ապրանքը եւ ժամկետած ապրանքը իրենց հատկություններով իրար բավականին նման են։ Օրինակ, եթե դպրոցական դասագրքից դասընթացից դասապրոցեսի Շենգվանթ Հոֆի օրենքը ասում էր, որ ջերմաստիճանը 10 աստիճանով բարձրացնելիս քիմիական ռեակցիայի արագությունը 2-ից 4 անգամով մեծանում է, այսինքն եթե հաշվարկված է, որ պայմանական տվյալ պրոդուկտը կարող է պահպանվել 6 ամիս, դրա պահպանման ժամկետը սխալ պայմանների դեպքում կրճատվում է։ Կոսմետիկ ապրանքների շատ բաղադրիչներ աստիճանաբար քայքայվում են ջերմության, թթվածնի կամ լույսի ազդեցության տակ։
Քայքայման ռեակցիաները հաճախ առաջացնում են թթվային կողմնակի նյութեր, որոնք փոխում են պատրաստուկի pH-ը, դարձնելով կոսմետիկան վտանգավոր մաշկի համար։ Օրինակ տվյալ բանաձևի մեջ մենք տեսնում ենք նիացինամիդ եւ նիացինամիդը ինքնին նիկոտինամիդը նույն ինքը ունի բավականին լավ հատկություններ մաշկի համար, այն կարող է հանգստացնել մաշկը, անցկացնել գրգռվածությունը, բայց pH-ը խախտվելու դեպքում նիացինամիդը կարող է վերածվել նիկոտինաթթվի, նույն ինքը նիացինի, իսկ նիացինը արդեն գրգռում է մաշկը, կարող է առաջանալ կարմրածություն, խախտվել մաշկի պաշտպանիչ բարիերը, կարող է առաջանալ ծակծկոց։ Կամ օրինակ բենզոիլ պերօքսիդ պարունակող ապրանքը, որն անվտանգ է եւ օգտագործվում է մաշկի ակնեն բուժելու համար, սխալ պայմաններում պահելու եւ ժամկետն անցնելու դեպքում կարող է վերածվել բենզոլի, իսկ բենզոլը առաջին կարգի քասկեղածին նյութ է։ Այսպիսով կարևոր է ոչ միայն կոսմետիկա գնելուց առաջ ուշադիր լինել ժամկետին, այլ խանութում եւ գնելուց հետո տանը կոսմետիկայի պահման պայմաններին։ Չպահել արևի ուղիղ ճառագայթների տակ, հեղուկ կոսմետիկան պահել 5 աստիճան Ցելսիուսից ոչ ցածր եւ 25 աստիճան Ցելսիուսից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Այն ապրանքները, որոնց վաճառքում հայտնաբերել ենք խախտումներ, Կորեայից Հայաստան է ներկրել MBM ընկերությունը, որը Հայաստանում Farmstay ապրանքանիշի պաշտոնական ներկրողն է։ MBM SPN 2016-ից մինչև 2023 թվականը անընդմեջ եղել է մաշկի խնամքի եւ դիմահարդարման 3 խոշոր ներմուծողների թվում։ 2016 եւ 2021 թվականներին խոշոր եռյակում է հայտնվել նաև Բարսիս SPN, որը MBM SPA-ի հետ փոխկապակցված ընկերություն է։ Հատկանշական է, որ նույն թվականներին երկու ընկերություններն էլ եղել են խոշոր եռյակում, զբաղեցնելով բացարձակ գերիշխող դիրք բոլոր ներմուծողների նկատմամբ։ 2023 թվականին Հայաստանը Կորեայից 61 տոննա մաշկի խնամքի եւ դիմահարդարման ապրանք է ներմուծել, սակայն 2024 թվականին այս ծավալը գրեթե կիսով չափ կրճատվել է, հասնելով 35 տոննայի։ Կոսմետիկայի վաճառքի խախտումները հայտնաբերելուց հետո հետքը դրանք ներկայացրել է MBM ընկերությանը։ Մեկ շաբաթ ուսումնասիրությունից հետո ընկերությունը մեկնաբանել է գրանցված խախտումները։ Մարի հանրախանութում ժամկետանց կոսմետիկ միջոցների վաճառքի համար ընկերությունը նշել է, որ պատասխանատվություն չի կրում, քանի որ ապրանքը խանութ է մատակարարել 2025 թվականի ապրիլի 14-ին, ժամկետն անցնելուց 6 ամիս առաջ։ Իսկ օրիգինալ բուտիկ խանութում կեղծված ժամկետով ապրանքի վաճառքի համար ընկերությունը կապվել է խանութի հետ, ինչպես նշել են ճշտելու մանրամասները։ Վերջնական սպառողը փորձել է հիմնավորել, որ նշված ապրանքի վրա պիտանիության ժամկետը նշված է, սակայն ըստ իր ենթադրության կարծես թե այդ ժամկետի տակ ինչ-որ հետքեր են երևում, ինչը սակայն խանութում քննարկման ժամանակ չի ապացուցվել, նույնիսկ հատուկ լույսի տակ մանրակրկիտ հետազոտության արդյունքում։ Ինչպես երևում է մեր նշած ժամկետից, ապրանքը մոտ 1 տարի 4 ամիս գտնվել է տվյալ գնորդ կազմակերպությունում եւ ցուցադրված է եղել դարակաշարի վրա եւ բնականաբար պահանջել է խնամք, ապրանքի վրայից փոշին մաքրելու եղանակով, ինչը հնարավոր է հանգեցնի նրան, որ թանաքային գրառումները կորցնեն իրենց նախնական տեսքը։ Այս ապրանքի վաճառքը ներկայացնելիս մենք երբեք չենք հիշատակել ինչ-որ հետքեր արտահայտությունը, այլ հստակ նշել ենք, որ ապրանքի վրա առկա է 2 պիտանիության ժամկետ։ Այս հանգամանքը հաստատել է նաև օրիգինալ բուտիկ խանութի տնօրենը ապրանքը դիտարկելուց հետո։ Ձեր խանութից գնել եմ մոտ մի քանի ամիս առաջ, կտրոնի կա, կարող եք նայել համեցեք, այսինքն հենց մեջն է։ Գնել եմ այս ապրանքը, տեսնում եք։ Այստեղ կա ժամկետ նշված 2026-ին, որ ավարտվում է։ Հեսա գնել եմ մի քանի ամիս առաջ, այսինքն գնելու պահին ամենայն դեպս ինքը ժամկետի մեջ է։ Այս ժամկետի մեջ է։ Բայց այստեղ, այս հատվածում մենք գտել ենք, տեսնում եք, ինձ թվում է, ջնջված, տեսնում եք։ Բարև ձեզ։ Ուրիշ ժամկետ է, կարող եք փորձել 2024 տեսնում եք։ Մեր տնօրենին ես հիմա կանչեմ, որովհետև այդ մեզ ֆիրման է տալի, մենք տենց գործում չենք։ Այո։ Այս հետև նա ուրիշ բան գրած։ Դեն լուսի տակ երևում է, ստե EXP ինչ-որ տենց թվեր երևում է, բայց դե ես իրական լավ տեսողության խնդիր եմ։ Հասկացա ես ձեզ։ Ված ապրանքը ես չեմ ուզում մեր խանութի անունը։ Վաճառել եք ապրանք, ուրեմն ուշադիր չեք եղել ինչ ապրանք եք վաճառում։
Ամեն դեպքում ձեր պատասխանատվությունը, այսինքն դուք եք վաճառող։ Լավ, ես մի հատ եմ եկնում։ Շատ օրիգինալ բուտիկ խանութի տնօրենի հետ մենք հանդիպել ենք մինչև MBM ընկերության հետ հանդիպումը, ինչի մասին նույնպես հայտնել ենք MBM ընկերությանը։ Իսկ ինչ վերաբերում է փոշին մաքրելու հետևանքով ապրանքի վրա գրառումների ջնջվելուն, ապա այն որևէ կերպ չի առնչվում մեր բարձրացրած հարցին։ Գործարանային կոդի բացակայությամբ կոսմետիկ ապրանքների վաճառքի համար MBM ընկերությունը դիմել է արտադրող Mungin ընկերությանը, որը պատասխանել է, թե all-in-one ապրանքի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը տեխնիկական վրիպակ է։ Ընկերությունը սակայն չի նշել խոսքը all-in-one ապրանքի բոլոր ապրանքախմբերի, միայն MBM ընկերությանը ներկայացված ապրանքի խմբի, թե միայն մեկ ապրանքի մասին է։ Պարզ չէ նաև, թե ինչու MBM ընկերության մոտ ապրանքը ներկրելու պահին հարց չի ծագել գործարանային կոդի բացակայության մասին։ Փաստացի ընկերությունը ներկրել ու վաճառել է օրենքի պահանջներին չհամապատասխանող ապրանք։ Բացի այդ, մենք հայտնաբերել ենք նույն խնդրով ապրանքներ ևս, որի մասին տեղեկացրել ենք ընկերությանը։ Արդյոք մյուս ապրանքների դեպքում ևս Mungin ընկերությունը թույլ է տվել նույն վրիպակը։ Ի տարբերություն MBM ընկերության հարցմանը, Mungin ընկերությունը հետքի հարցմանը չի պատասխանել։ Մենք հարցրել ենք ընկերությանը, թե ինչպես է իրականացնում իր արտադրանքի մակնշումը, տեղյակ է արդյոք, որ Հայաստանի խանութներում վաճառվում են իր ապրանքանիշի, կեղծված, վերամակնշված, ինչպես նաև ժամկետանց ապրանքներ։ Նամակին կցել էինք ժամկետանց, կեղծված ժամկետով ու ժամկետի մեջ ապրանքատեսակների նկարները եւ խնդրել էինք հայտնել դրանց ապրանքախմբերի արտադրության տարեթվերն ու գործարանային կոդերի համապատասխանությունը։ Հարցումն ուղարկել ենք նաեւ Կորեայի Հանրապետության սննդամթերքի եւ դեղերի անվտանգության նախարարությանը, որը զբաղվում է կոսմետիկ ապրանքների արտադրության ու վաճառքի վերահսկողությամբ։ Ոչ ընկերությունը, ոչ էլ նախարարությունը չեն արձագանքել մեր հարցմանը։ Չնայած ժամկետանց, կեղծված ժամկետով ապրանքների վաճառքը արգելված է Հայաստանի օրենսդրությամբ, կոսմետիկայի շուկայում այն տարածված երևույթ է։ Կոսմետիկ ապրանքի վրա արտադրողը պարտավոր է նշել պիտանիության ժամկետը։ Կոսմետիկ ապրանք գնելիս միշտ ստուգեք գործարանային մակնշման առկայությունը։ Ուշադիր եղեք, թե ինչ պայմաններում են դրանք պահվում խանութում։ Իսկ գնելուց հետո տանը հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից եւ սենյակային ջերմաստիճանից տաք տեղերից։